Վերջերս YouTube-ում մի կարճ հոլովակ էի լսում, որտեղ խոսողը այսպիսի բան ասաց, որ Օսմանյան կայսրությունում 20-րդ դարասկզբին Եղեռնի ժամանակ հայ բնակչության թիվը ավելի շատ էր, քան ռուսական կայսրությունում, եւ որ Օսմանյան կայսրությունում հայերի կրթական մակարդակը ավելի բարձր էր, քան ռուսական կայսրությունում։ Սա պարզապես դեզինֆորմացիա է։ 20-րդ դարասկզբում մոտ 2 միլիոն հայ ապրել է ցարական Ռուսաստանում եւ մոտ 2 միլիոն մարդ Օսմանյան կայսրությունում։ Եթե խոսենք կրթական մակարդակի մասին, հայերը Ռուսաստանում կարողացել էին նույնիսկ բացել բարձրագույն ուսումնական հաստատություն՝ Լազարյան ճեմարանը։ Նման հաստատություն Օսմանյան կայսրությունում չի եղել։ Եթե վերցնենք մեկ այլ հանգամանք, որ հայերը Օսմանյան կայսրությունից եւ Ռուսաստանից գնում էին Եվրոպա կրթություն ստանալու, ապա պետք է ասել, որ եւ Ռուսաստանից եւ Օսմանյան կայսրությունից բավական շատ են եղել Եվրոպայում սովորողները, նույնիսկ իրար հետ կապ են պահպանել արևելահայերը եւ արևմտահայերը։ Նույնիսկ կարելի է ասել, որ Ռուսական կայսրությունում հայ ուսանողներին ֆինանսավորումը անվճար կրթության ուղարկելը ավելի լավ դիրքերում է եղել, քան Օսմանյան կայսրությունում, բայց վերջում պետք է ասել, որ եւ ցարական Ռուսաստանում եւ Օսմանյան կայսրությունում եղել են, որ եւ դպրոցներ են փակել, եւ թերթեր, եւ նաեւ եկեղեցիներ։